Բարի երեկո, հարգելի բարեկամներ, հարգանքներս ձեզ, շնորհակալ եմ ուշադրության համար, 1 րոպեի չափով տեխնիկական մի խնդիր կա, կարգավորենք սիրելի բարեկամներ, այսօր թեև շատ կարճ, բայց այնուամենայնիվ կարծում եմ բավականին հետաքրքիր եւ բովանդակալից եթեր ենք ունենալու, որը վերաբերում է խաղաղության օրակարգին եւ իրական Հայաստանի եւ իրական Ադրբեջանի պատկերացումներին ես փորձել եմ որոշակիորեն զուգահեռներ տանել Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանի եւ Իլհամ Ալիևի իրական Ադրբեջանի պատկերացումներուն հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր Իլհամ Ալիևը հերթական անգամ փայլել է իր ճակերտավոր ասած խաղաղասիրական պատկերացումներով եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր տեսլականով 1 րոպեի չափով տեխնիկական մի երկու խնդիր կա, կարգավորենք եւ քննարկենք սիրելի բարեկամներ, խնդրում եմ հնարավորության սահմաններում տարածեք այս տեսանյութը, սիրելի բարեկամներ։ Շատ շնորհակալություն ուշադրության համար, հերթական անգամ սիրելի բարեկամներ, այսօր մեր հանրային կյանք ներխուժեց մի տեղեկատվություն, որը իսկապես կարծում եմ յուրաքանչյուրիս ալեկոծում է, մարդկայնորեն վիրավորում մեզանից յուրաքանչյուրի արժանապատվությունն ու ինքնասիրությունն է, եւ ես պատեհ առիթ եմ համարում այս մասին իմ տեսակետն ու կարծիքը մեկ անգամ եւս բարձրաձայնել եւ կիսվել ձեզ հետ իմ մտորումների, իմ պատկերացումների եւ իմ տագնապները ձեզ ներկայացնել։ Վերջին շրջանում, վերջին 1 տարվա ընթացքում եւ հատկապես օգոստոսի 8-ից հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունները առիթը բաց չեն թողնում հաստատապես պնդելու եւ հատկապես դա հնչում է Նիկոլ Փաշինյանի շուրթերից, որ Հայաստանում տարածաշրջանում հաստատվել է խաղաղություն եւ վերջ պատերազմի էջը փակված է եւ օգոստոսի 8-ը բերվում է մի որպես փաստարկ անշրջելի խաղաղության գործընթացի, որ Հայաստանն ու Ադրբեջանը փակել են պատերազմի էջը եւ բացել են խաղաղության դարաշրջանը։ Այսօր անկեղծ ասած լոռու մարզ գնալու ճանապարհին պատահաբար լրահոսն է հետևում, որտեղ ակամայից տեսա, որ մեր լրատվական դաշտը պայթել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական ըստ էության մեր նկատմամբ չակերտավոր դրսևորվող խաղաղասիրական հայտարարություններով։ Իսկ ինչ է ասել Ալիևը։ Ալիևը իրենց գիտությունների ազգային ակադեմիայում, չգիտեմ ինչ որ առիթով հանդես գալիս, ընդգծել է տառացիորեն հետևյալը, որ ադրբեջանցիները երբեք չեն տառապել անջատողականության հիվանդությամբ, նշում է Ադրբեջանի նախագահը, ընդհակառակը նպաստում են երկրների պետականության զարգացմանը, որտեղ ապրում են։ Եվ տեսեք ինչ է ասում Ադրբեջանի նախագահը. Ղարաբաղի եւ Արևելյան Զանգեզուրի մասին խոսելիս չի կարելի չանդրադառնալ Ադրբեջանի պատմության թեմային։ Ցավոք տարիներ շարունակ հայկական կողմն ու Սփյուռքը խեղաթյուրել են մեր պատմությունը եւ այդ քարոզությունը շարունակվում է։ Մենք պետք է նրանց հակադրենք մեր գիտական ճշմարտությունը եւ ընդգծում է Ադրբեջանի նախագահը, ադրբեջանցիները պետք է իմանան իրենց հարուստ պատմությունը, իրենց հին պետական ավանդույթները եւ ընդգծում է, որ ադրբեջանցիները երբեք չեն տառապել
սեպարատիզմով, ես այս մասին կասեմ, թե ինչ նկատի ունի Ադրբեջանի նախագահը ենթադրաբար, բայց այնուամենայնիվ ընդգծում է, ասում է, ուստի Ադրբեջանի վերադարձը իրենց պատմական հողեր, ներկայիս Հայաստան, այդ արևմտյան Ադրբեջան եզրույթը, հիմա տեսեք աստիճանաբար շատ նրբանկատորեն փորձելով, որ մեզ ավելի շատ չգրգռի, հիմա տեսեք ինչ է ասում, մեր պատմական հողեր, ներկայիս Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին։ Ես ասել եմ, ասում եմ, մենք պետք է այնտեղ վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Դրա համար պետք է աշխատեն եւ պետական կառույցները եւ հասարակական կազմակերպությունները։ Եվ ընդգծում է, ասում է, որ տեսեք շատ հետաքրքիր նաեւ սադրանք է, որ 20-րդ դարասկզբին ռուսական 5 կայսերական քարտեզներում պարզ երևում է, որ ներկայիս Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն։ Սևանա լիճ չկա, կա Գոգչա լիճ, այս քարտեզները մենք չենք պատրաստել, ընդգծում է Ադրբեջանի նախագահը, եւ դրանք պատրաստել է ցարական Ռուսաստանը եւ որը ժամանակին հայերին Իրանից եւ արևելյան Անատոլիայից տեղափոխեց Ղարաբաղ էթնիկ կազմը փոխելու համար։ Կներեք այս մեծամիտ, այս չկայացած հաղթանակած զորավարը մոռանում է տալ այդ հարցի պատասխանը, թե ինչ գործ ունեին հայերը Իրանում եւ ինչ է նշանակում արևելյան Անատոլիա։ Այդ քարտեզները, ասում է, պատմական ճշմարտության արտացոլումն են եւ մենք պետք է դրանք ուսումնասիրենք ու հանրահռչակենք։ Սիրելի բարեկամներ, նախ ասեմ ձեզ, այդ սեպարատիզմի մասով ակնհայտ է Ադրբեջանի նախագահի ակնարկը, նա ինչ է ուզում ասել, նա ուզում է հասկացնել, որ հայերը ենթադրաբար բնակվելով Ադրբեջանի միջազգայինորեն ճանաչված տարածքում կամ 1921 թվականին Արցախի բռնակցումից հետո հաշվի առնելով հայերի էթնիկ կազմը, հայերը տառապել են սեպարատիզմով, ուզեցել են անջատվել Ադրբեջանից, հիմա տեսեք, ադրբեջանցիները նման նկատառումներ չունեն, ադրբեջանցիները որտեղ որ ապրում են, նպաստում են այդ պետությունների կայացմանը, ու հիմա ակնհայտ է այս առումով, որ ինքը կարմիր գիծ է քաշում, այս առումով, որ արցախցիների վերադարձ չի կարող լինել, որտեղ արցախցիները սեպարատիստներ են, հայերը սեպարատիստներ են, արցախցիները եթե վերադառնան կամ Ադրբեջանում երբևէ ապրած 100 հազարավոր հայերը եթե վերադառնան Ադրբեջանի տարածք, ապա նրանք էլի կսկսեն սեպարատիզմով զբաղվել, բայց հա տեսեք հայեր ադրբեջանցիները, քանի որ որտեղ որ ապրում են, իրենք նպաստում են իրենց այդ պետությունների կայացման ու զարգացմանը, ոչ թե տանկերով, այլ մեքենաներով են գնալու։ Այդ առաջին հայացքից է թվում, որ այս խաղաղասիրական, այսպես ասած, ենթատեքստով արված հայտարարությունը այդ մասով իր մեջ ինչ-որ դրական նոտա կարող է ունենալ։ Իրականում եթե տանկերով կային, հələ դեռ մի փոքր պաշտպանվելու, դիմադրելու, հակահարձակման ուրեմն անցնելու ուրեմն հիմքեր կստեղծվեր, սեփական հայրենիքը պաշտպանելու հիմքեր ստեղծվել։ Ավտոմեքենաներով գալը դա նշանակում է խաղաղ եղանակներով, փափուկ ուժի կիրառմամբ նվաճել երկիրը։ Ալիևի նպատակը հենց դա է, սիրելի բարեկամներ, նվաճել Հայաստանը հնարավոր բոլոր միջոցներով, ենթակառույց կլանել Հայաստանը։ Սա է նրանց ուրեմն առաջիկա 10, 20, 30, 50 տարիների ռազմավարական նպատակը։ Եթե մենք չենք հասկանում այս տարական բացահայտ նպատակը, ուրեմն մենք իսկապես ինքնախապեյության մեջ ենք։ Ցավոք սրտի ես չեմ կարողանում գտնել հակախաղը, տեսնել հակախաղը Ադրբեջանի վարվող քաղաքականությանը եւ ցավոք սրտի իշխանությունները Հայաստանի Հանրապետության խաղաղություն բառը որպես նարկոս կիրառելով մեր ժողովրդի նկատմամբ ամեն ինչ անում են այս փիլիսոփայությամբ վարքագիծ դրսևորելու նպատակը մեկն է, ամեն ինչ անում են 2026 թվականին վերընտրվելու համար։ Ես ուզում եմ հռետորական առումով ձեզ այս ձևաչափով Նիկոլին մի քանի հարց ուղղել։ Ինչ ես կարծում, Նիկոլ, եթե դու 2026 թվականին չունենայիր վերընտրվելու խնդիր, այս նույն ձևաչափով էիր խոսելու, այս նույն հռետորաբանությունն էիր օգտագործելու, այս նույն վարքագիծն էիր դրսևորելու Ադրբեջանի նկատմամբ, տարածաշրջանում խաղաղության գործընթացների հաստատման նկատմամբ եւ տարբեր այլ առումով ակնհայտ է, չէ, որ ձեր խոսույթը Ադրբեջանի նախագահի խոսույթի հետ ոչ միայն չի համապատասխանում, այլև ճիշտ հակառակը
Ադրբեջանի նախագահը ժամանակ առ ժամանակ եռման կամ սառը ջուր է լցնում ձեր բոլորի գլխին, ցույց տալու համար, որ իր պատկերացած խաղաղությունը դա Հայաստանի ամբողջական կլանումն է, Հայաստանը փափուկ ուժի կիրառմամբ նվաճելն է, եւ եթե դուք իսկապես այս տարական ճշմարտությունը չեք ուզում գիտակցեք, ես ուզում եմ հասկանալ ձեր ազնվության մակարդակը որն է, դուք ինչու եք ուզում այս աստիճանի խաբել հայ ժողովրդին, եւ այս առումով սիրելի բարեկամներ, ես կարծում եմ ճիշտ ժամանակն է այս հարցերը բարձրացնել Նիկոլ Փաշինյանի առաջ, նախապես ընդգծելով, որ մենք իդեմս մեր հասարակության գործ ունենք նենգորեն խաբված հայ ժողովրդի հետ, ինչ եղավ հայ-թուրքական երկխոսությունը Նիկոլ, ինչ եղավ Ինչ արդյունք գրանցվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նշանակված Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների արդեն շուրջ 3 տարի տևող բանակցությունների ընթացքում։ Ինչ պետք է զոհաբերի Հայաստանն ու հայ ժողովուրդը, որ բացվի հայ-թուրքական սահմանը։ Խոսվում էր, որ կարող է սահմանը բացվել երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրով անձանց համար։ Դա ինչու տեղի չունեցավ։ Հիմա տեսեք, այսօր ազգային ժողովի նախագահը մի այսպիսի արդարացում է գտել Ալիևի հայտնի այսօրվա ելույթի եւ ասում է հետեւյալը, որ դա Ադրբեջանի ներքին լսարանին ուղված խոսույթ է, բավական չէ հիմարի տեղ դնեք հայ ժողովրդին, նույնիսկ եթե դա ներքին լսարանին ուղված խոսույթ է, բառապաշար է, տղա ջան, այդ խոսույթներով ու այդ բառապաշարով սերունդ է դաստիարակվում, ադրբեջանական երիտասարդության, ադրբեջանական ներկայիս սերնդի մեջ արմատավորվում է այն գաղափարը, որ իդեմս ներկայիս Հայաստանի Հանրապետության իրենք գործ ունեն արևմտյան Ադրբեջանի հետ, իրենց պատմական հայրենիքի հետ, որ վաղ թե ուշ անգամ մեքենաներով իրենք պետք է նվաճեն ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքը։ Լավ Ալիևի հերն էլ անիծած, Ալիևի, ուրեմն չգիտեմ, շնի ու գելի բաժին դառնա։ Հələ մի հատ ինձ ասեք, տեսնեմ դուք ինչ խոսույթով եք շփվում ձեր ներքին լսարանի հետ։ Դուք ինչ ուղերձ եք բերում ձեր ներքին լսարանին։ Բանակի կրճատում, խաղաղության հաստատում, չգիտեմ, կոմունիկացիաների ապաշրջափակում եւ այլն եւ այլն եւ այլն։ Այդ դեպքում հարց է առաջանում, Թրամփի ուղին եք ստորագրել, շատ լավ։ Նա դուք կարող եք հստակ նշել իմպլեմենտացիոն գործընթացը երբ հովանից է մեկնարկելու, որտեղով է մեկնարկելու, ինչ տեխնիկատնտեսական բնութագրություն ունի այդ ճանապարհը, եւ վերջո երբ է սկսվելու այդ ենթակառուցվածքների շինարարությունը, երբ է նախատեսում ավարտվել։ Եվ բացի դա Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մի մասնիկ է Թրամփի ուղին։ Ինչ եղավ 1000 կիլոմետրանոց դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացը։ Մի ամբողջ 25 թվական դուք կորցրեցիք ոչ մի մետր տարածք չսահմանազատելով ու չսահմանագծելով։ Ինչու եք խաբում հայ ժողովրդին։ Արդյոք եթե 2025 թվականը իսկապես խաղաղության տարի էր, արդյոք սա ամենալավ տարին չէր մեր երկու պետությունների եւ երկու ժողովրդերի պատմության ընթացքում, եթե դուք իսկապես միտված եք խաղաղություն հաստատելու եւ իսկապես Ադրբեջանը միտված է ձեզ այդ խաղաղություն հաստատելու, ապա ինչ էր խանգարում, որպեսզի դուք այս անցնող տարին չօգտագործեցիք դելիմիտացիա եւ դեմարկացիա չիրականացնելու համար։ Հստակ նշեմ, սիրելի բարեկամներ, իմ բոլոր վերլուծությունները բերում են նրան, որ Ալիևը կակտիվանա եւ իր պահանջների հաջորդ տրցակը կներկայացնի Հայաստանին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Ընդ որում ասեմ ձեզ, ես այդտեղ չեմ նախանձում եւ ոչ գործող իշխանությանը եւ հնարավոր հաջորդ իշխանությանը, որովհետեւ ցանկացած պարագայում Ալիևը 2026 թվականից հետո մեր առջև նոր պահանջներ է դնելու։ Հիմա Նիկոլի դեպքում շատ հեշտ է կարծեք թե, որովհետեւ Նիկոլը որդեգրել է ամեն ինչ զիջելու, ամեն ինչ տալու, ձեռքերը վեր բարձրացնելու քաղաքականություն, որտեղ Նիկոլի պատկերացմամբ խաղաղությունը դա ամեն ինչ տալն է, ամեն ինչ տանք, խաղաղ ապրենք։ Հիմա բայց հաջորդ իշխանությունը, եթե իսկապես 2026 թվականին կստանա ժողովրդի վստահությունը կձևավորի նոր, որակապես նոր իշխանություն, բարդագույն ժամանակներ են սպասում, որովհետև Ալիևը այս դեպքում ընդհանրապես կկոշտացնի իր քաղաքականությունը, հանրությանը միջազգային ցույց կտա, որ տեսեք,
Նիկոլ Փաշինյանը վարում էր խաղաղության քաղաքականություն եւ Հայաստանում եկել է բովանդակային առումով նոր իշխանություն, որոնք ունեն որոշակի այլ պատկերացումներ, հետեւաբար տեսեք, հայ ժողովուրդը չի ցանկանում խաղաղություն եւ այլն եւ այլն։ Հետեւաբար այս առումով ես իսկապես չեմ նախանձում Հայաստանի քաղաքական վերնախավին եւ ես գտնում եմ, որ մենք բարդագույն ժամանակահատված ենք ապրում եւ մենք պետք է կարողանանք ճիշտ հաշվարկել մեր ներուժն ու ռեսուրսները եւ ճիշտ հաշվարկել նաեւ թշնամու քայլերն ու հնարավոր բոլոր նախաձեռնությունները, այդ թվում նաեւ սադրանք, այդնվում նաեւ իրենց արժեվ դրված խնդիրները ուժային միջոցով լուծելու իրենց հնարավորությունը, որովհետև Ալիևը վերջի 4-5 տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ խոստովանել է, որ մեր ռեգիոնում եւ աշխարհում ուժի գործոնը դեռևս պահպանում է իր կենսունակությունը եւ գլոբալ խնդիրները լուծվում են ուժի միջոցով։ Հետեւաբար Ալիևի պատկերացումները մեր ռեգիոնում խնդիրները կարգավորելու դա դիտարկվում է բացառապես ուժի միջոցով։ Հիմա սրան, երբ որ հակադրվում է Նիկոլի իրական Հայաստանի փիլիսոփայությունը, ես ուզում եմ մենք որոշակի զուգահեռներ տանենք, ինչ է ասում եւ ինչ արժեքների վրա է խարսված Նիկոլի իրական Հայաստան փիլիսոփայությունը եւ ինչ արժեքների վրա է խարսված Ալիևի իրական Ադրբեջան փիլիսոփայությունը։ Նիկոլի իրական Հայաստան փիլիսոփայությունը խարսված է ոչ մի կոնֆլիկտ տարածաշրջանում, 0 հարցեր հարևանների հետ, ոչ մի պահանջ որևէ երկրի հետ, որևէ երկրի նկատմամբ, ընդ որում ասեմ ձեզ, սա մեծագույն բլեֆ է Նիկոլ Փաշինյանի կողմից եւ մեծագույն խաբկանք եւ նա այս միտքը ուղղակի վաճառում է մեր ժողովրդի վրա ու ցույց է տալիս, որ գիտեք ինչ, հիմա ինքը վարում է մի այնպիսի քաղաքականություն, իբր Լևոն Տեր-Պետրոսյանը ծովից ծով Հայաստան էր ուզում գրավել, Ռոբերտ Քոչարյանը ընդհանրապես Չինաստանն ու Ռուսաստան էր ուզում միացնել Հայաստանին, Սերժ Սարգսյանը ընդհանրապես Իրանը, Վրաստանը կլանում էր, ահա եկել է մենակ Նիկոլ Փաշինյանը ու ինքը վարում է ոչ մի կոնֆլիկտ հարևանների հետ քաղաքականություն։ Մեծագույն խաբկանք է, սիրելի բարեկամներ, եւ ես ուզում եմ, որ մենք ընդգծենք Հայաստանի Հանրապետության որևէ վարչակազմ, անկախ նրանից մենք դրանց նկատմամբ ինչպիսի վերաբերմունք ունենք, Հայաստանի որևէ հարևանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չի ներկայացել։ Հետեւաբար Նիկոլ Փաշինյանի այս դիտարկումը ուղղակիորեն հստակ որոշակիացված մանիպուլյացիա է։ Լավ, այնուամենայնիվ, ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենակարևորագույն ենթակառուցվածքները վերաձևելով, ինչ-որ կառուցվածքներ նաև կազմաքանդելով, խոսքը բանակի, եկեղեցու, ընտանիքի, պետության, պետական կառավարման համակարգերի եւ բազմաթիվ այլ ենթակառուցվածքների մասին է, փորձ է արվում ուղերձ բերել եւ Թուրքիային, եւ Ադրբեջանին, եւ աշխարհակահական այլ կենտրոնների եւ պետությունների, թե տեսեք Հայաստանը զինաթափվում է, կրճատում է ռազմական բյուջեն, կրճատում է բանակի կազմը, ընդհանրապես իր խոսույթով հանդես է գալիս պացիֆիզմի դիրքերից, զիջումներ է անում, այնպիսի զիջումներ, որոնք իսկապես երրորդ կողմի եւ մասնավորապես Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից կարող են դիտարկվել իսկապես որպես Հայաստանի կողմից վարկագծի դրսևորում, որ Հայաստանը փակել է կոնֆլիկտի էջը, բայց ես սա ինձ համար ողջունելի նաև կծափահարեի, եթե այսպիսի ընկալում ես տեսնեի նաև Ադրբեջանում, եթե ես հիմա տեսնեի Ադրբեջանի նախագահի կողմից հայելային արձագանք, փոխադարձության սկզբունքի դրսևորում, ես տեսնեի, որ Ադրբեջանի նախագահը նույնպես խոսում է ժողովուրդների հաշտեցումից, նույնպես խոսում է, որ տեսեք 15 օր առաջ Նիկոլ Փաշինյանը պարլամենտում հետաքրքիր ելույթ ունեցավ, ասում է, այդ որ մենք ասում ենք թուրքը մնում է թուրք, ադրբեջանցիներն էլ են ասում հայը մնում է հայ, ասում են մենք մեզնից շատերը ասում են այդ ոնց է թուրքի հետ ուզում եք հաշտվեք, ընդեղ էլ են ասում ուզում եք հայ հետ հաշտվեք, գիտեք ինչ տրամաբանական կառուցվածք ունի այդ միտքը, բայց կներեք ես այդ նույն բանը ուզում եմ լսեմ Ալիևից, եթե Ալիևը այդ խոսույթը չի օգտագործում, դու ինչու ես քո զենքերը հանձնում, դու ինչու ես քո ձեռքերը բարձրացնում, դու ինչու ես հանձնվում, ինձ սա է հետաքրքրում, հաջորդը Ալիևի արձագանքը, որ նա չի ժամանելու Երևան 2026 թվականի մայիսի Երևանում նախատեսվող Եվրո այդ համայնքի գագաթաժողովին, Նիկոլ սա քո համար իսկապես մեսիջ չի, որ
Ալիևը չի ցանկանում խաղաղություն, իրական խաղաղություն, որտեվ եթե նա իսկապես հաղթող կողմն է, եթե նա իսկապես ցանկանում է Հայաստանի հետ կարգավորել հարաբերությունները, եթե դա պարտադրանք չի, եթե դա խապկանք չի, խոսքը օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հռչակագրից բխող վարքագծի փոփոխությունը, եթե դա անկեղծ է, դեպքում ի՞նչն է խանգարում կաշկանդում Ալիևին, որ նա չպետք է գա Հայաստան եւ չմասնակցի, դա մեծագույն ուղերձ կլինի, որ այսպես կոչված հաղթած երկրի նախագահը գալիս է մի երկիր, որի հետ ունեցել է 30-ամյա կոնֆլիկտ եւ կոնֆլիկտը թողնում է պատմությանը, թողնում ենք ուրեմն անցյալում եւ առաջ ենք շարժվում։ Սա արդյոք սա մեզ համար գույս չէ, որ Ալիևը ուրիշ հաշիվներ ունի։ Ալիևի նպատակը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը չի, ընդամենը այս ժամանակահատվածը, որտեղ խաղաղության գաղափարը գերադրական աստիճանով քարոզվում է, դա միայն ու միայն մեկ նպատակ է հետապնդվում ամեն ինչ անել Նիկոլի հաղթանակը ապահովելու համար։ Այդ դեպքում, եթե դու իսկապես մտածում ես, որ Ալիևը քո հետ կնքելու է խաղաղություն, շատ լավ, Ադրբեջանից կարելի է ակնկալել այնպիսի ստրատեգիական խնդիրների լուծում, որոնք իսկապես հայ ժողովրդի մոտ կձևավորի տպավորություն, որ այո, Ադրբեջանը աստիճանաբար գնում է ձնհալի ճանապարհով եւ աստիճանաբար ռեգիոնում հաստատվելու է խաղաղություն, բայց ոչ միայն Ալիևը չի գալիս, կասկածելի անգամ Էրդողանը կգա, թե չի գա։ Ես քիչ առաջ նշեցի սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները։ Այդ Ղազախստանից այդ ցորենի հետ կապված խնդիրը, եկեք լավ հասկանանք, որ դա ճիշտ հաշվարկված ինչ-որ մեգա քաղաքական ինչ-որ տրյուկ է, որով ինչ-որ բան է փորձարկվում, որի մեջ ներքաշվում է կենտրոնական Ասիայի երկրները, դրանք էլ ինչ-որ առումով, ես չեմ ուզում հիմա շատ աշխարհաքաղաքական երանգ հաղորդել այդ ուղղությանը, այդ հարցին, բայց այնուամենայնիվ ինչ որ հանրային աշխարհաքաղաքական տրամադրություններ շոշափելուն միտված է, Ռուսաստանի ռեակցիան է ստուգվում, չգիտեմ, փորձ է արվում ճանապարհներ հարթելուն կամ նոր ճանապարհներ ստեղծելուն միտված ինչ-որ քայլ է արվում, ինչու Վրաստանով այդ դեպքում, եթե Ադրբեջանի հետ մենք խնդիր չունենք, հարգելի իշխանություն, այդ դեպքում թող միանգամից Ադրբեջանի տարածքից միանգամից Վրաստանը շրջանցվի եւ մուտք արվի Հայաստանի Հանրապետություն, թեկուզ բեռնատար մեքենաներով, սա լրջագույն ժեստ կլինի։ Եվ այս առումով հիմա ես ուզում եմ խոսել շատ կարճ, որովհետեւ անկեղծ ասած ոչ միայն հիասթափված եմ, ոչ միայն վիրավորված եմ, այլև ես չեմ ուզում, որ իմ ժողովուրդը այսքան խափնված լինի, անկեղծ եմ ասում, ես չեմ ուզում, որ մեր ժողովուրդը չգիտակցի ուրեմն թե ինչպիսի մանիպուլյացիայի զոհ է ինքը դառնում, ինչպիսի քաղաքական խարդավանքների զոհ է դառնում, բայց ամեն սերունդ ինքն է որոշում, սիրելի բարեկամներ, բայց մինչ Հայաստանում Հայաստանի քաղաքական ղեկավարները խոսում են խաղաղությունից, դրա անխուսափելիությունից, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը 100%-ով պնդում է, որ տարածաշրջանում հաստատվել է խաղաղություն, Ադրբեջանում ավարտին են մոտեցնում ռազմագերիների, պատանդների կամ անազատության մեջ պահվողների, ինչպես ուզում եք ասեք, ուրեմն այդ կեղծ դատավարությունները եւ Ալիևը պատրաստվում է Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը ցմահ ազատազրկել։ Թողենք, որ այդ մարդկանցից ով ինչ հետագիծ ունի, անկեղծ ասած այդ մարդկանցից շատ-շատերի համար իմ ուշքը չի գնացել, չի գնում, չի էլ գնալու Արցախի կործանման համար նրանցից ոմանց մեղքն ու ուրեմն սխալը հավասարազոր է շատ-շատերի սխալների հետ։ Ես այդտեղ ուզում եմ Ադրբեջանի քաղաքական վերնախավի վարքագծին դուք գնահատական տակ, սիրելի ժողովուրդ, խաղաղության գնացող Ալիևը մի 20 հոգանոց Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը ցմահ է ազատազրկում, հա, այդպիսի խաղաղություն է հաստատվում, սա խաղաղություն չի, ժողովուրդ, ընդ որում գիտեք ինչ, անկեղծ եմ ասում, նա ստորացնելու ճանապարհն է բռնել,
ստորացնելու, նսեմացնելու, մեր հավաքական, մեր քաղաքական գործոնը ոչնչացնելու վարքագիծ է դրսևորել։ Նա ուզում է, որ հայկական գործոնը ռեգիոնում ոչնչանա։ Սա մենք չենք ուզում ընկալել։ Այո, մենք խաղաղություն ենք ուզում, եւ ես իսկապես մի հարցում ուզում եմ իսկապես ճակերտավոր կռվել նաև ձեզ այդ մեր սիրելի ժողովուրդ։ Տեսեք ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը եւ նրա սազանդարները, նրա քարոզիչները, նրա սատելիտները, նրա քաղաքական թիմը։ Մի բառ հենց խոսում ես նրա կարծիքին հակառակ, ասում է դու պատերազմ եք ուզում։ Ժողովուրդ ջան, նախ մի անգամ, երկու անգամ, երեք անգամ արդեն անդրադարձել եմ, հայ ժողովուրդը երբեք պատերազմ չի ուզել։ Նույնիսկ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մենք պատերազմ չենք ուզել, երբեք մենք պատերազմ չենք ուզել։ Եվ կարծում եմ մեր պատմությունը մեր հուշում է, որ մենք միշտ խաղաղասիրական նպատակներ ենք ունեցել։ Այո, մենք պատերազմ չենք ուզում, սիրելի բարեկամներ, բայց մենք նաև պարտություն էլ չենք ուզում։ Մենք ստորացում էլ չենք ուզում, մենք նսեմացում էլ չենք ուզում։ Մեր ազգային արժանապատվությունը ոտնահարել էլ չենք ցանկանում։ Ես օրինակ չեմ պատկերացնում այս խաղաղությունը, որը կարող է այսպես լինի։ Այո, պարտված կողմը, սիրելի բարեկամներ, պարտված կողմը կարող է զիջել, կարող է ատամները կրճտացնել, կարող է ձայն չանել։ Աշխարհի շատ ազգեր ու ժողովուրդներ են պարտվել, այդ թվում նաև Գերմանիայի նման պետությունն ու գերմանացիների նման ժողովուրդը, Ճապոնիայի նման պետությունն ու ճապոնացիների նման ժողովուրդը, բայց նրանց չեն ստորացրել, նրանց չեն նսեմացրել, նրանց ղեկավարների նկատմամբ, նրանց ժողովրդի նկատմամբ հաղթած երկրները չեն խժացել, չեն խնդացել, չեն հեգնել։ Ալիևը մեր նկատմամբ հենց այդ քաղաքականությունն է վարվում։ Հայաստանում այդ խոսույթը, այդ վարքագիծը արդարացվում է նրանում, որ բա լավ էր, որ մենք 30 տարի նրանց էինք ճնշում, բա լավ էր, որ մենք ասում էինք գնալու ենք Բաքու թե խմելու։ Գիտեք ինչ, դա ավելի վատ է, որ եթե Ալիևը նույն խոսույթն է ընդունում, ուրեմն նա տեսնում է դրա խորքային հետևանքները, տեսնում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի եւ հայ ժողովրդի եւ ադրբեջանական ժողովրդի միջև խաղաղության ընկալումը դեռևս չի հասել այն մակարդակին։ Ես ինչու եմ խորանում այս խաղաղության օրակարգի վրա, որովհետև ես շատ լավ գիտակցում եմ, սիրելի բարեկամներ, որովհետև ձեզանից յուրաքանչյուրը իսկապես խաղաղություն է ցանկանում, բայց ես նաև գիտակցում եմ, դառնորեն ականատես եմ լինում, թե ինչպես է այս խաղաղության գաղափարը վաճառվում մեր ժողովրդի վրա գործող իշխանության կողմից։ Նիկոլը շատ իմաստուն է, նա այդ գիտելիքներին եւ տիրապետում է եւ տեղեկատվությանն է տիրապետում, նա շատ լավ հասկանում է, որ Ալիևը իր հետ խաղաղության պայմանագիր այս կներեք բառես համար այս պարամետրերով եւ այս համատեքստում չի կնքելու։ Ալիևը փորձելու է կլանել եւ առավելագույնը կորզել իրենից, բայց ինքը գիտակցելով հանդերձ անընդհատ մեր մեջ ներշնչում է, որ խաղաղությունը հաստատված է, խաղաղությունը հաստատված չի։ Լավ, դիցուք Նիկոլ խաղաղությունը, տա Աստված որ հաստատվի, անկեղծ եմ ասում, ես չեմ չարախնդում եւ իսկապես եւ ցանկանում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իսկապես խաղաղություն հաստատվի, բայց եթե 2026 թվականից հետո խաղաղություն չհաստատվի, ինչ ենք անելու։ Ինչպես ես արդարացնելու։ Մի առիթով ես այդ հարցը բարձրացրել էի, երբ Նիկոլը ընդունում էր իր սխալը, որ ինքը 2020 թվականի պատերազմից առաջ չի անկեղծացել եւ հայ ժողովրդին չի բացել Սերժից ստացած ժառանգությունը։ Ես ասենց հռետորական հարցադրում բարձրացեցի, որ որն է երաշխիքը, որ 10 տարի հետո դու ինքդ էլի ժողովրդից ներողություն չես խնդրի այսօրվա քո գործած սխալների համար, չես ընդունի, որ այսօր քո վարած քաղաքականությունը նույնպես սխալ է։ Չկա այդ երաշխիքը, ժողովուրդ ջան։ Այս մարդու մոտ մի հատ կներեք, ժողովուրդ ջան, սխալվել եմ, սա դարձել է բնավորության գիծ, թքած թե մարդկային ճակատագրեր են խեղվում, թքած թե ամբողջ մի սերնդի, ամբողջ սերնդի ուրեմն երազանքներ են փշրվել ու կործանվել։ Ես հասկանում եմ, որ մեր ժողովրդի մի ստվար զանգված չի ուզում խոսել խնդիրներից,
որովհետև պրոբլեմների մասին խոսելը, պրոբլեմները քննարկելը դա մարդկանց յուրովի դժվարություն է ստեղծում մարդու համար, որովհետև բնական հարց է առաջանում, բայց եթե լավ էս պրոբլեմը կա, ինչպես են լուծելու այս պրոբլեմը։ Հետևաբար մեր ժողովրդի մի ստվար հատված իսկապես խուսափում է այդ պրոբլեմների մասին խոսելուց։ Փորձում է ասֆալտի ֆոնի վրա, ինչ որ դրական, Հայաստանում շատ դրական բաներ էլ կան, ժողովուրդ ջան, այդ ոչ ոք չի ասում, բայց եթե Նիկոլ Փաշինյանը այդքան պնդաճակատ է ու այդ Հայաստանում ինչ դրական բան կա, վերագրում է իրեն, շատ լավ, եկեք վերագրենք Նիկոլ Փաշինյանին, բայց եթե կա մի քիչ քաղաքականության մեջ բարոյականություն, իսկ մարդկային հարաբերություններում եթե կա մի քիչ ազնվություն, եկեք թող մարդավարի, տղամարդավարի, այդ բացասական երևույթներն էլ վերագրեն իրենց։ Ասեն մենք լավին տերն ենք, վատին էլ ենք տերը, ժողովուրդ ջան։ Այս երկրում ինչքան վատ բան կա, դրա տերն էլ ենք մենք։ Բայց ցավոք սրտի 7 տարի այս մարդիկ ինչ են ասում։ Լավին տերը իրենք են, վատի տերը ինչքան նախին թալանչի, կոռուպցիոներ, չգիտեմ ինչ կա, հիմա էլ նոր մոդա են ընտրել։ Ուրեմն ով իրենց դեմ մի բան խոսում է, ով իսկապես իրենից ինչ որ արժեք կարող է ներկայացնել, ով կարող է մի փոքր անհամաձայնություն, չեմ ասում մեծ, ով կարող է ինչ որ իսկապես հետագայում մի տարի հետո, 2 տարի հետո, 5 տարի հետո քաղաքական հավակնություն դրսևորել ու իրենց փոխարինող քաղաքական ուժ դառնա, սարքել են հերթական բան, Կրեմլի ագենտ ես, Ռուսաստանի ագենտ ես, դու սրա, լսեք կլինի դուք մի հատ սթափվեք էլի։ Ասենք ես մի քանի օր առաջ մի տեղում մի հարթակում հարցազրույց տալուց այսպեսի մի ձևակերպում արեցի, ժողովուրդ ջան, դուք իմացեք 2020 թվականից հետո, երբ որ Նիկոլը խոսում է ինքնիշխան Հայաստանից, իսկ օգոստոսի 8-ից հետո էլ կամ պրահյան գործընթացից հետո, երբ որ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներառյալ Արցախը, ասեք Նիկոլի խոսույթում բառապաշարում հետևյալ խոսույթն է գեներացում մշտապես, որ Հայաստանը ձեռք է բերել ինքնիշխանություն, Հայաստանը երբևէ այդքան ինքնիշխան չի եղել, որքան այդ ժամանակահատվածում։ Հիմա թող ազնվորեն, ընդ որում իրենք ազնվորեն խոստովանել են, որ 2020 թվականի Արցախյան աղետալի պատերազմից հետո քանի պաշտպանության նախարար եք Ռուսաստանի հորդորով նշանակել, այ ինքնիշխան իշխաններ, այ Կրեմլից դուրս, ազդեցությունից դուրս ու Կրեմլի ագենտների դեմ պայքարող Հայաստանի իշխանություններ։ Կարող եք ինձ ասել, դուք Կրեմլի հորդորով քանի պաշտպանության նախարար եք նշանակել։ 2 նախարարի անուն կարող եմ ես տալ, Վաղարշակ Հարությունյան ու Արշակ Կարապետյան։ Դուք ինքներդ եք խոստովանել, որ նրանց հորդորով եք նշանակել այդ մարդկանց որպես պաշտպանության նախարար։ Հիմա եկել եք ինչ եք ասում։ Բոլոր այդ հնարավոր ուրեմն մարդկանց անվանում եք, ովքեր ձեր դեմ կարող են պայքարել, անվանում եք Կրեմլի ագենտներ, չգիտեմ ինչեր։ Սիրելի բարեկամներ, Հայաստանի Հանրապետությունը աստիճանաբար թևակողում է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության կամ նախընտրական գործընթացների փուլ։ Իհարկե, այս ընթացքում բազմաթիվ քաղաքական ուժեր, անհատներ կակտիվանան, իրենց տեսլականը կներկայացնեն, իրենց պատկերացումները կներկայացնեն, բայց իմ պատկերացումները վերջի 2 տարիների ընթացքում չի փոխվել եւ ես կրկին անգամ վերահաստատում եմ, Հայաստանին որակապես նոր իշխանություն է անհրաժեշտ։ Հայաստանին որակապես նոր ընդդիմություն է անհրաժեշտ։ Հայաստանում պետք է փոխվի քաղաքական պայքարի տրամաբանությունը։ Հայաստանում պետք է իշխանության կան ստեղծող, արտադրող, բարիք ստեղծած ու ստեղծող մարդիկ։ Հայաստանում կան այդպիսի ներուժ ունեցող մարդիկ։ Հայաստանում առաջիկա օրերին ավելի կոնկրետ խոսեմ այդ մասին, բայց Հայաստանում հնարավորություն է ստեղծվել բեկում իրականացնել եւ փոխել մեր զարգացման հունը։ Ես Հայաստանը տեսնում եմ հաբ երկիր։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի շուրջը պետք է կառուցել եւ իմի բերել հայ ժողովրդի ներուժը։ Ես տեսնում եմ աշխարհում մեկ սփռված հազարավոր հայերի, մեծագույն ավանդ ունեցած հայերի, մեծագույն բարիքներ ստեղծած հայերի, որոնք կարող են Հայաստանում շրջադարձային փոփոխություններ իրականացնել։ Սամվել Կարապետյանի մասին ինձ բազմաթիվ անգամներ հարցեր են տալիս,
բայց ես երբ Սամվել Կարապետյանին հենց կալանավորեցին, ես ոչ պատկերացում եմ ունեցել, որ Սամվել Կարապետյանը կարող է քաղաքական հավակնություններ ունենալ, կարող է, չգիտեմ, ինչ-որ քաղաքական հետագիծ սկսել, ես հենց առաջին մարդկանցից մեկն եմ եղել, ով շատ արագ, շատ կնտրուկ, շատ որոշակի արձագանքել եմ այդ իրավական անգրագիտությանը եւ հստակ ընդգծել եմ, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական վենդետա է, ուրեմն եւ միտված է նրան որպես պատանդ պահել։ Բայց կուզենայի, որ Սամվել Կարապետյանի մասով մենք լրիվ այլ դիտանկյունից մոտիկանանք։ Սիրելի բարեկամներ, ընդհանրապես հայ ժողովրդի պատմությունը մեզ ինչ է բերել, ուսուցանել։ Մենք ինչ դասեր ենք քաղել մեր պատմությունից։ Մենք հերոսին չենք սիրում, գործարանին չենք սիրում, հաջողակ մարդուն չենք սիրում, հարուստ մարդուն չենք սիրում, ստեղծագործ, կարողունակ մարդկանց չենք սիրում։ Շատ լավ կլիներ, որ Սամվել Կարապետյանի նման մարդիկ, որոնք շատ են աշխարհով մեկ սփռված, կարողանանք նրանց ռեսուրսները տեղայնացնել Հայաստանում։ Եվ ես վստահեցնում եմ ձեզ, Հայաստանը կծաղկի 5 տարի, 10 տարի, 15 տարի, 20 տարի հետո։ Կարողունակ ներուժ ունեցող մարդկանց, անկախ նրանց քաղաքական հետագծից, անկախ նրանց քաղաքական կողմնորոշումներից, անկախ նրանց քաղաքական ճաշակից, նորից եմ կրկնում, եթե շատ պարզ ու պատկերավոր ասեմ, շատ պրիմիտիվ ասեմ, որքան շատ լինեն հարուստները, այնքան շատ կլինեն, քիչ կլինեն աղքատները։ Մեզ պետք է փոխել մեր զարգացման հունը։ Հայաստանում ապրող մեր քաղաքացիների պատկերացումներն է պետք փոխվել։ Այս առաջիկա օրերի ընթացքում անկեղծ եմ ասում, ես շատ կարևոր ուրեմն ուղերձով եմ հանդես գալու, ինչ է նշանակում մարդուն խոսելու համար կալանավորել։ Դու այդ բանը, այս պետության սահմանադրության վրա թքած ունես, այս օրենքների վրա թքած ունես, այս օրենսդրության վրա թքած ունես, այդ բիրդան աղա ես դարձել, որոշում ես ով պետք է նստի, ով պետք է դատվի, ով պետք է դատապարտվի, ով է մեղավոր, ով է անմեղ, չի կարելի, մեզ ազգային վերնախավ է պետք, մեզ մտավորական վերնախավ է պետք, մեզ քաղաքական վերնախավ է պետք, ուզում եք իմանալ, մեզ ազգային բուրժուա է պետք, մեր ժողովուրդը, գիտեք ինչ, երբեմն փոքրիկ երեխայի է նմանվում, եւ ընդհանրապես ոչ միայն մեր ժողովուրդը, աշխարհի բոլոր ժողովուրդները կարծեք փոքրիկ երեխաներ լինեն ու երբեմն ինձ թվում է, որ նրանց ձեռքը պետք է բռնել ու անցնել փողոցը, որովհետեւ գիտեք ինչ, ժողովուրդներն են որոշում քաղաքական առաջնորդների ճակատագիրը շատ դեպքերում, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, քաղաքական առաջնորդները վերնախավ այդ վերնատան ներկայացուցիչները երբեմն ավելի ճակատագրական ազդեցություն են ունենում իրեն ժողովրդի ճակատագրի կերտման գործում։ Եվ մի բան էլ ասեմ ձեզ, այդ առաջիկա օրերի ընթացքում ես այդ ուղերձի մասով ուղղակի ցանկանում եմ ընդգծել, սիրելի բարեկամներ, եթե մենք իսկապես ուզում ենք մեր տարածաշրջանում հարատև լինել, եթե մենք իսկապես մտածում ենք, որ Նիկոլից հետո կյանք կա, ես վստահ եմ, որ Նիկոլից հետո Հայաստանում կյանք կա, ես վստահ եմ, որ Նիկոլից հետո լինելու է ամենալավ Հայաստանը, Նիկոլից հետո լինելու է ամենախաղաղ Հայաստանը, որովհետև չի կարող մարդ խաղաղություն հաստատի, եթե նրա քաղաքական հետագիծը ամբողջությամբ պատված է պարտությամբ, չի կարող, ես չեմ ուզում ստեղ Նիկոլին մեղադրեմ, անկեղծ եմ ասում, բայց մարդու քաղաքական հետագիծը ամբողջացվում է մի ամբողջ սերնդի երազանքների փշրներով, լավ է, վատ է, ճիշտ է, սխալ է, ընդ որում Նիկոլը շատ լավ գիտակցում է, թե իր կառավարման օրոք ինչ է տեղի ունեցել հայ ժողովրդի հետ։ Հիմա գիտեք ինչ, թող մեղադրի Ռոբերտ Քոչարյանին, թող մեղադրի Սերժ Սարգսյանին, ասես Սերժ Սարգսյանը անուսավորում էր պատերազմը, շատ լավ անուսավորում էր, այդ շանտաղեն ինչպես դուք եք ասում, կամ ինչպես հայ ժողովրդի մեծ մասն է ասում, այդ շան տղեն անուսավորում էր պատերազմը։ Այնգեր դու ինչ ես արել մինչև 20 թվական այդ պատերազմը կանխելու համար։ Ինչ ես արել։ Դու երբ պետք է հաշվի տաս մեր ժողովրդին, թե դու ինչ ես արել այդ պատերազմը կանխելու համար, կամ այդ պատերազմում չպարտվելու համար։ Դուրս գա ժողովրդին ասել ժողովուրդ ջան, մեզ պատերազմ են ժառանգել սրանք։
Փոխանակետ ասես հենց ասես ես իմ զրոյական կետից եմ սկսում Ղարաբաղը Հայաստանի ու վերջ ծովից ծով Հայաստանի մասին էի խոսում մի հատ բացեք սերի ժողովուրդ 20 թվականի օգոստոսի 10-ին արտաքին գործերի նախարարության հայտարարությունը նայեք Սևրի պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ քիչ էր մնացել Նիկոլե Էրդողանի բեղերը թրաշեր իսկապես եմ ասում այդ հիմա եք դարձել բան դες խաղաղասեր, այդ հիմա եք խոսում խաղաղության օրակարգից, ես չեմ հասկանում, Նիկոլ, այդ խաղաղության օրակարգը կամ իրական Հայաստանի փիլիսոփայությունը ներսում առյուծ, դրսում կուրկուրի ձակ լինելն է, Ադրբեջանի այդ հարաբերություններում, ասենք, չգիտեմ, ոնց հանդես գալն է, ես դում այդ հասկանում, էլի Ադրբեջանի նախագահային համարժեք պատասխան պետք է տրվի, թե ոչ, այդ ոնց է ստացվում, որ ադրբեջանցիները խաղաղ կարան մեքենաներով գան իրենց պատմական հայրենիք, արցախցիները չեն կարող վերադառնալ Արցախ, դու ռիսկ, եթե դու ռիսկ չես անում, խոսես արցախցիների վերադարձից, դու ինչ խաղաղության օրակարգի մասին ես խոսում, եթե խաղաղություն է, խնդիր չկա, ողջունում եմ, ես անձամբ ողջունում եմ, խաղաղության, Ադրբեջանի հետ խաղաղություն պետք է հաստատվի, սիրելի ժողովուրդ, Հայաստանի ցանկացած հաջորդ իշխանություն ավելի խաղաղասեր պետք է լինի։ Այդ մեծագույն միֆ է Նիկոլ Փաշինյանի, որ փորձում է ամբողջ աշխարհում գեներացնել այն միտքը, որ եթե ինքը չլինի տարածաշրջանում խաղաղություն չի հաստատվի, Հայաստանում կգան ռևանշիստական ուժեր եւ խաղաղության գործընթացը կտապալվի։ Ճիշտ հակառակը, սիրելի բարեկամներ, միջազգային հանրության հետ, աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ պետք է աշխատել այս ուղղությամբ, հասկացնել հետեւյալը, որ Նիկոլին հաջորդող իշխանությունը նույնպես հանդես է գալու խաղաղության դիրքերից Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու, մենք այլընտրանք էլ չունենք, սիրելի ժողովուրդ, մենք եւս մեկ պատերազմ իրականացնելու, վարելու ռեսուրս չունենք, առավել եւս ցանկություն չունենք։ Բայց մենք պետք է հասկանանք հետեւյալը, բայց նաեւ ոչ մի բան այլևս զիջելու էլ չունենք։ Այս առումով, սիրելի բարեկամներ, ինչ եմ ես ակնկալում մեր ժողովրդից։ Եթե Նիկոլ Փաշինյանը իսկապես խոսում է 2026 թվականի ընտրությունների մասին, ստեղծեք խաղի արդար կանոններ, արդար մրցակցային պայմաններ։ Բոլորի համար ստեղծեք նպաստավոր մրցակցային հավասար պայմաններ։ Ուժի դիրքերից մի խոսեք, վերջ տվեք այդ ռեպրեսիաներին։ Եկեղեցու մասին այսօր չեմ ուզում խոսել, բավականին ծավալուն թեմա է, ես էլ բավականին շատ խոսել եմ այդ մասին, մի օր առանձին խոսենք։ Փորձեք քաղաքական պայքարի առողջ մթնոլորտ ձևավորել։ Փորձեք իսկապես քաղաքական օրակարգը կառուցել այնպես, իրական օրակարգը կառուցել։ Ժողովուրդ ջան, ձեզ խաբում եմ, որովհետև Հայաստանի հնարավորությունները խաղաղություն հաստատելու ամենափոքրն է տարածաշրջանում։ Ես իսկապես կծափահարեի, որ Հայաստանը իսկապես ունենար նման կարողություն ռեգիոնում խաղաղություն հաստատելու։ Բայց ցավոք սրտի խաղաղություն հաստատելու առումով Հայաստանի հնարավորությունները բավական նվազեն, առավել եւս որ պարտված երկրի պարտված ղեկավարը չի կարող խաղաղություն հաստատել։ Այսինքն մենք այս խաղաղության օբյեկտ ենք, սպառման օբյեկտ ենք, մենք իրացնող չենք, մենք չգիտենք, մենք հենց Ալիևի հիմնական նպատակը նա է, որ մեզ ոչնչացնի որպես գործոնի։ Ուստի հաշվի առնելով այս հանգամանքները այսօրվա Ալիևի այս հերթական բարբաջանքը ուզում եմ, որ հույս ունեմ, որ շատերի աչքերը կբացի, շատերը իսկապես կհասկանան, որ Ալիև ուրիշ բան է խոսում, Նիկոլ ուրիշ բան է խոսում, Ալիևը այլ խաղաղության մասին է խոսում, Նիկոլը այլ խաղաղության մասին է խոսում, Նիկոլը խոսում է իր պատկերացած խաղաղության մասին, որը կարող է նաև որոշակի սեգմենտի մոտ ականջահաճո լինի, դե ասեն արա դες խեղճ տղեն ինչ անի, դա եղավ, ինչ անի, ինչ կարանի, էս կարանի, բայց մենք պետք է հասկանանք հետևյալը, որ մենք իդեմս Ադրբեջանի գործ ունենք մի պետության հետ, որը իսկապես արբեցած է մեզ ոչնչացնելու մաղձով եւ ամեն ինչ անում է իր նպատակներին հասնելու համար։ Ուստի սիրելի բարեկամներ, ամբողջացնելով այսօրվա եթերը, առաջիկա օրերի ընթացքում ես շատ կարևոր զրույց կունենամ ձեզ հետ, որը վերաբերելու է մեր ազգային բուրժուազիային, որը վերաբերելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում ազգային առաջնորդի հանգամանքին,
Հայաստանում քաղաքական վերափոխումներին, որը վերաբերելու է ընդհանուր առմամբ միավորման գաղափարին, որը վերաբերելու է ընդհանուր առմամբ հաղթելու վճռականությանը, Նիկոլից հետո Հայաստանի գաղափարին է իմ խոսքը լինելու, իմ խնդրանքը հետևյալն է, հնարավորության սահմաններում տարածեք այս տեսանյութը, եւս մեկ անգամ ինքներդ յուրաքանչյուրը ձեր մեջ վերլուծեք, թե ինչ է տեղի ունենում մեր տարածաշրջանում եւ ժամանակն է սթափվելու Նիկոլի խաղաղություն բառի օգտագործումից նարկոզի տակ հայտնվելուց այդ նարկոզից դուրս գալու ժամանակն է։ Լավ եղեք, սիրելի բարեկամներ, խոնարհում ես Հայաստանի ու մեր հայրենիքի համար իրենց կյանքը զոհած բոլոր հայրենիների լուսավոր հիշատակի առաջ, ինչպես նաև փառք ու պատիվ այս պահին Հայաստանի Հանրապետության պետական սահմանները հսկող մեր բոլոր զինծառայողներին, մեր բոլոր զինվորներին։ Հարգանք տերես ձեզ, խնդրանքս մեկ անգամ եւս տարածեք այս տեսանյութը, լավ մնացեք, բարի ձեզ սիրելի բարեկամներ ջան, բարի գիշեր, միշտ որ հանդիպում։